Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանի մասշտաբով աղքատության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում։ Թվային տվյալներով այն հասնում է մոտ 48.5%-ի, ինչը 1.3 անգամ գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը։ Մենք գյումրեցիներս հանրապետությունում առաջինն ենք նաև արտագաղթի ցուցանիշներով։ Յուրաքանչյուր 1000 մարդուց Գյումրին լքել է 5-ը, այն դեպքում, երբ մայրաքաղաքում այդ ցուցանիշն ընդամենը 2-ն է։ Խորհրդային տարիներին Գյումրի Լենինականը զարգացած արդյունաբերական քաղաք էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ միության մասշտաբով։ Որտեղ գործ չունին, մարդիկ դրա համար հեռանում են ուրիշ երկիր։ Աշխատանք չկա, բան չկա, չեն կարող ապրել, դրա համար փախնենք, ինչ։ Որտեղ բաց պայմաններին են, դրա համար հեռանում են քաղաքից։ Որտեղ թոշակառու ենք, քիչ է թոշակները, հնարավորություն ապրել աշխատանք չկա, գոնե աշխատանք օրենքն ժողովուրդը շատ լավ կապրիր։ Դրա համար հեռանում են։ Մարդիկ լքում են, քանի որ վաղուց համալրելով աղքատության շարքերը, գոյության կռիվ մղելու ցանկությամբ աշխատանք կամ բարեկեցություն են որոնում Գյումրուց դուրս։ Ինչու հարուստ եւ գունեղ պատմություն ունեցող Գյումրին 21-րդ դար մտավ աղետի գոտու կարգավիճակով իր մի շարք չլուծված հիմնախնդիրներով։ Թիվ 34 ընտրատարածքում որպես ազգային ժողովի պատգամավորության տեխնացու գրանցված Արման Սահակյանը այս ամենի հաղթահարման եւ ընդհանրապես Գյումրու վերելքի իր տեսլականն է առաջարկում։ Ձեռներեցության աշխարհում տարիների հարուստ փորձ ունեցող Արման Սահակյանի դիտարկումների առաջին ունկնդիրները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսներն էին։ Ինչը առաջարկում պարոն Սահակյանը զարգացման հեռանկարի անորոշության, ցածր տնտեսական ակտիվության, գործազրկության, աղքատության, արտագաղթի եւ բնակչության թվի անկման սոցիալ-տնտեսական ճգնաժամի հանգեցնող պատճառը հետևանքային փակ շղթայից դուրս գալու համար։ Այն փակ շղթայից, որը չնայած հաղթահարմանը միտված աշխատանքներից, ընդհանուր ընկճվածության եւ հուսալքվածության մթնոլորտ է հաստատել քաղաքում։ Ազգային ժողովի պատգամավորության տեխնացու Արման Սահակյանը գտնում է, որ Գյումրի քաղաքն իր դերի վերաիմաստավորման եւ տնտեսական փոխակերպման կարիքն է զգում, որ անհրաժեշտ է համակարգային վերափոխում իրականացնել։ Դա ենթադրում է ներքին ռեսուրսների վերաիմաստավորում եւ տնտեսական ներուժի օգտագործման հնարավորությունների բացահայտում, միասնական զարգացման հեռանկարի ձևակերպում եւ դրա շուրջ համախմբում, տնտեսական զարգացման առանցքային ծրագրերի նախաձեռնում եւ ներդրումների խրախուսում, ջանքերը կենտրոնացնելով զարգացման նախադրյալներ ունեցող ոլորտների վրա, արտաքին օժանդակություն, հատկապես առանցքային զարգացման ծրագրերի իրագործմանը նպատակաուղղելու համար, իրատեսական գործողությունների ծրագիր եւ հետեւողական իրագործում։ Ունենալով ձեռներեցի հարուստ փորձ, Արման Սահակյանը համոզված նշում է, որ քաղաքային բնակավայրերի տնտեսական ճգնաժամը հատկանշական է նաեւ այլ երկրների համար։ Պատճառները ավանդական արդյունաբերական ճյուղերի անկումն է, համաշխարհային գլոբալացումը, բնապահպանական խնդիրների սրացումները, տնտեսական համակարգի փոփոխությունը, տվյալ դեպքում համայնավարականի ցանցումը շուկայական հարաբերությունների, պատերազմները եւ բնական աղետները։ Ինչպես տեսնում ենք, Արման Սահակյանի ներկայացրած պատճառները համընկնում են մեր իրականության հետ։ Իսկ այս պատճառների հետևանքները աշխատատեղերի կրճատումն է եւ հատկապես երիտասարդ բնակչության շրջանում արտագաղթի բարձր ցուցանիշը։ Ազգային ժողովի պատգամավորության տեխնացուն գտնում է, որ վիճակն անելանելի չէ եւ որ քաղաքները ճգնաժամերն հաղթահարում են տնտեսական փոխակերպման միջոցով։ Դա ենթադրում է միասնական տեսլականի մշակում, համայն հայության ուժերի համախմբում եւ առկա ժառանգության արդյունավետ օգտագործում։ Այս տեսանկյունից Գյումրին պետք է վերածվի Հայաստանի մշակութային մայրաքաղաքի եւ դառնա երրորդ հանրապետության վերածննդի խորհրդանիշը։ Անհրաժեշտ է ձևակերպել միասնական զարգացման տեսլական, որը կհամախմբի եւ կողոքեվորի թե գյումրեցիներին, թե համայն հայությանը։ Տեսլականը պետք է հատկանշի եւ բնորոշի Գյումրուն հատուկ դերն ունենա երկարաժամկետ արտիականություն, համահայկական նշանակություն, համալիր ընդգրկունություն, իրատեսական եւ սոցիալ-տնտեսական կիրառություն։ Այս ամենին հասնելու համար Արման Սահակյանի կարծիքով Գյումրիում պետք է ազատ տնտեսական գոտի ստեղծվի, որպես տնտեսական գործունեության խթանման եւ ներդրումների խրախուսման կարևոր գործիք։ Առավելությունները պարզեցված կառուցապատման ռեժիմն է, կարճ ժամանակահատվածում առավել բարենպաստ վարչական ռեժիմի եւ ենթակառուցվածքի հնարավորությունը, արտոնությունների համակարգի արդյունավետ կիրառումն ու վերահսկողության արդյունավետությունը։ Մեկ վայրում ընկերությունների կենտրոնացումը հնարավորություն կստեղծի հարակից գործունեության եւ մատակարար բիզնեսների ձևավորման համար։ Արման Սահակյանն այստեղ հաշվի առել մի կարևոր հանգամանք։
Իմ կարծիքով հնարավոր չի զարգացնել ամեն ինչը միաժամանակ։ Այդ ապարտյուն քայլերը եւ ապարտյուն իլյուզիաներ։ Դրա համար պետք է կոնկրետանալ 2, 3, 4 ուղղությունների վրա, որոնք կարող զարգանան եւ զարգացնել այդ ուղղությունները։ Նա գտնում է, որ նախ պետք է տեքստիլ եւ տրիկոտաժ արտադրությունից սկսել, չմոռանալով, որ Գյումրին այստեղ հարուստ ավանդույթներ ունի, որոնք այսօր միայն մասամբ են շարունակվում։ Զարգացման խթան կարող է հանդիսանալ ազատ տնտեսական գոտու ստեղծումը Գյումրիում նոր ներդրումների ներգրավման միջոցով։ 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ օրենք է ընդունվել ազատ տնտեսական գոտիների մասին։ Նաև Արման Սահակյանի գործուն մասնակցությամբ հաջորդ տարի նախատեսվում է առնվազն 2 ազատ տնտեսական գոտիների գործարկում։ Իսկ սրանից ակնկալիքը Գյումրին տեքստիլ եւ տրիկոտաժ արտադրությունների առանցքային հանգույցի վերածելն է։ Այն մոտեցումը, որ արդեն գործարարի կողմից է ներկայացվում եւ այն, որ ներկայացվում են իրոք այն հիմնախնդիրները, որոնք կան Գյումրիում եւ որոնց առջեւ բախվում է ցանկացած գործարար, այդ արդեն ողջունելի հանգամանք է, քանի որ ներկայացվել շատ անգամ ներկայացվել է պետության տեսանկյունից, ընդհանուր միջավայրն է ներկայացվել, բայց հենց գործարարի կողմից խիստ կարեւոր է, որպեսզի ներկայացվի գործարարի կողմից, քանի որ իրենք ավելի խնդրի մոտիկ են տեղյակ եւ կարծում եմ, որպես Գյումրի որպես ներդրումային միջավայրի գնահատելու համար խիստ կարևորում է հատկապես գործարարի տեսակետը այդ հարցի շուրջ։ Այսինքն այն գործոնների դիտարկումը, որոնց առջև այն խնդիրների դիտարկումը, որոնց առջև պարբերաբար կանգնում է գործարարը։ Սրան զուգահեռ հայաստանյան եւ գլոբալ միտումները նոր հեռանկար են բացում օդային փոխադրումների, մասնավորապես Գյումրու-Շիրակ օդանավակայանի զարգացման համար։ Դարձյալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում Արման Սահակյանը համոզված է, որ ցածրարժեք ավիափոխադրումների ներգրավումը կարող է հզոր գործոն վերածվել օդանավակայանի զարգացման եւ զբոսաշրջության խթանման համար։ Շիրակ օդանավակայանը հայաստանյան օդային հաղորդակցության շուկայի զարգացման համատեքստում կարող է տարածաշրջանի ցածրարժեք ավիափոխադրումների հանգույցը դառնալ։ Դրա համար անհրաժեշտ է արդիականացնել օդանավակայանի ենթակառուցվածքներն ու ծառայությունները, ներգրավել ցածրարժեք ուղևորափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների, բանակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքավիացիայի գործակալության հետ դեպի մերձավոր արտերկրներ օդային փոխադրումների որոշ մասը Երևանից Գյումրի տեղափոխելու ուղղությամբ։ Օդանավակայանի զարգացումն էլ իր հերթին էապես կխթանի զբոսաշրջության զարգացմանն ու հավելյալ պահանջարկ կստեղծի սպասարկման ոլորտի համար, ներառյալ միջքաղաքային եւ ներքաղաքային տրանսպորտը, հասարակական սննդի ոլորտը եւ այլն։ Պահպանողական հաշվարկներով, եթե ուղևորների մոտ 1/3-ը շուրջ $20 համարժեք գումար ծախսի Գյումրիում, ապա կարելի է մոտ $2 միլիոն հավելյալ եկամուտ ակնկալել Գյումրու տնտեսության համար։ Զբոսաշրջությունը զարգացնելու նախադրյալներ եւ ներուժ Գյումրին ունի, այն է ինքնատիպ ճարտարապետությունը, պատմամշակութային ժառանգությունը, ծիծաղի եւ հումորի քաղաքի համբավն ու օդանավակայանի առկայությունը։ Արման Սահակյանի հերինակած զարգացման ծրագրում տեղ գտած դրույթների համաձայն այս ուղղությամբ զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է վերանորոգել եւ բարեկարգել հին քաղաքը, պահպանելով շենքերի եւ փողոցների պատմաճարտարապետական տեսքը, ստեղծել հետիոտնային գոտի եւ հնաոճ գիշերային լուսավորություն, վերանորոգված շինություններն օգտագործել որպես սպասարկման օբյեկտներ, գրասենյակներ, քաղաքի բնակիչների եւ հյուրերի համար ժամանակակից քաղաքային միջավայրի ձևավորման, հիմնել ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն, որի նպատակը կլինի քաղաքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ զբոսաշրջիկներին ապահովելը։ Վերականգնված քաղաքը լայնորեն գովազդել Հայաստանում եւ Սփյուռքում։ Ճիշտն ասած շատ հաճելի է, երբ որ գործարարը կարողանում է տեսական գիտական վերլուծություններ կատարել եւ ներկայացնել ինչ որ տարածքի զարգացման իր տեսլականը, դա արդեն շատ գոհացուցիչ է, որովհետև դա նշանակում է քրագետ մոտեցում բիզնեսի նկատմամբ։ Կոնկրետ սա այդ դեպքերից մեկն է եւ շատ կրկնակի հաճելի այն փաստը, որ այդ ուսումնասիրվող օբյեկտը եղել է հենց Գյումրի քաղաքը, ուսումնասիրվել է մեր քաղաքի հենց պրոբլեմատիկան, հիմնախնդիրները եւ փորձի արվել տալ այդ խնդիրների լուծման հնարավոր ուղիները։ Կան այդ ծրագրի մեջ դրույթներ, որոնք հստակ կարելի է իրականացնել, հետեւողական լինել եւ հասնել արդյունքների, դա փաստ է, որովհետեւ բազմապրոֆիլ ուսումնասիրություն է կատարվել սկսած օդային փոխադրումների ոլորտից մինչև արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտ եւ հաստատ կարելի է ուսումնասիրել դա, իրականացնել, գործարկել եւ փորձել հասնել դրան։
արդյունքներին ցանկալի։ Գյումրին եղել է արդյունաբերապես հայտնի քաղաք, շատ կարևոր նշանակություն է ունեցել առհասարակ հանրապետության, թեկուզ նախկին Խորհրդային Միության հասարակարգում, Խորհրդային Միության տնտեսական համակարգում եւ նշանակում է դա, որ մենք ունենք ներուժ, մենք ունենք պոտենցիալ եւ դրա ամբողջ մասը չի, որ երկրաշարժի հետևանքով վերացել է, ինքն էլ իր խոսքում նշեց, ես համամիտ եմ դրա հետ եւ մենք կարող ենք այդ մնացած պոտենցիալը ներուժը օգտագործել եւ զարգացնել։ Զբոսաշրջությունից զատ Գյումրին նաև տեղեկատվական տեխնոլոգիաների երկրորդ կենտրոնը կարող է դառնալ։ Չնայած այս ոլորտի զարգացմանը միտված կոնկրետ ծրագրերի իրականացմանը, ըստ Արման Սահակյանի, դրանք պետք է նոր նախաձեռնություններով համալրվեն։ Նա գտնում է, որ Գյումրիում այս ոլորտի մեծ թվով մասնագետներ պետք է պատրաստել ու բարձրացնել նրանց որակավորումները։ Պետք է աշխատանքներ տարվեն Երևանից եւ արտասահմանից ոլորտի ընկերություններին դեպի Գյումրի ուղղորդելու նպատակով մասնաճյուղեր հիմնելու կամ պատվերով աշխատանքներ իրականացնելու ձևաչափով։ Գյումրու վերելքի ուղին զարգացման ծրագրի իրականացման պարագայում Արման Սահակյանը հավատացած է, որ Գյումրին կհամալրվի ևս 5-ից 6 հազար աշխատատեղերով ծրագրի քննարկման առաջին վայրի։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ընտրությունը պատահական չէր, քանի որ թե ուսանողները եւ թե դասախոսները կարող են իրենց ներդրումն ունենալ ծրագրի կյանքի կոչման գործում։ Թե ներկա, թե ապագա տնտեսագետ մասնագետները իրենց կարծիքն էին հայտնում ներկայացվածի վերաբերյալ։ Ողջունելի այն փաստը, որ հենց խնդիրներն են առաջադրվում, որովհետև անընդհատ խնդիրները մեր քաղաքում մնում են ստվերային իրավիճակներում։ Բոլորը խնդիրները առաջ են բերում, բայց ոչ մեկը լուծում չի առաջարկում այդ խնդիրներին։ Արման Սահակյանը իր պրեզենտացիայում ներկայացրեց եւ խնդիրները եւ խնդիրների տրվող լուծումները։ Այսինքն շատ բնական եղանակներով կարելի է այդ բոլոր խնդիրներին լուծում տալ եւ հուսանք, որ խնդիրները լուծելուց հետո մեր քաղաքը ավելի կբարեկարգվի։ Ճիշտ ասած, ես առաջին անգամ տեսա, որ Գյումրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնավորված ռազմավարական ծրագիր է ներկայացվում, ընդ որում ըստ առանձին ոլորտների եւ բավական գիտականորեն եւ գործնական հիմնավորվածությամբ։ Կարծում եմ, որ ներկայացված Գյումրու քաղաքի զարգացման ծրագրին պետք է բոլոր գյումրեցիները համախմբված եւ իրենց հնարավորության սահմանում աջակցություն ցուցաբերեն, որպեսզի այն կյանքի կոչվի։ Սա այն քիչ, այսպես ասած, նախաձեռնություններից է, որ բխում է բոլորի շահերից։ Ես զարմացած եմ, որ մասնագետ չլինելով, այսինքն նա չլինելով տնտեսագետ կամ չունենալով համապատասխան մասնագիտական կրթություն, կարողացել այդպիսի հիմնավորված աշխատանք ներկայացնել, որը ես կարծում եմ, որ մեծ հավանականությամբ կյանքի կկոչվի։ Առաջինը, որ ես նկատում եմ եւ դրական եմ կտում, դա նրա մոտ այն համեստությունն է։ Իսկ համեստ մարդը իր ինչի որ կարող անել, դրա ավելի քիչ մասն է ներկայացնում։ Ես այդպեսին եմ տեսնում Արման Սահակյանին, այդպես եմ գնահատում։ Վերջերս հաճախակի է շահարկվում Արման Սահակյանի գյումրեցի չլինելու հանգամանքը։ Դրա հեղինակները պնդում են, թե ոչ գյումրեցին չի կարող սրտացավ վերաբերմունք ցուցաբերել Գյումրու խնդիրներին։ Գիտեք, այդ հարցի հետ բացարձակապես համաձայն չեմ, նույնիսկ շատ վրդովում եմ արդեն, որ նման բաներ են խոսում։ Պետք չի սեպ խրել երկու հատվածների միջև, որոնց հեռավորությունը մոտ 70-80 կիլոմետր է։ Հիշենք Ջիվանու, Ծավեդեգիսյանի կաբերից, Շարատալյանից, դրանով մենք միայն մեր թշնամների ջրաղացին ջուր ենք ավելացնում։ Նշանակություն ունի, ինչ կարևոր է, թող լինի Մոսկվայում ապրող, չգիտեմ, Արգենտինայում ապրող ունենք Էրնեկյան, չէ, եկել են ներդրումներ ան, ինչի ենք անընդհատ ողջունում, չի կարելի նման բաներ, դրանով մենք մարդկանց դրսի մեր հայրենակիցների հավատն ենք մերցնում բուն Հայաստանի վերաբերյալ։ Նման հարցը ինձ թվում է կոռեկտ չի լինի։ Իսկ համալսարանի դահլիճում շարունակում են Գյումրու խնդիրների լուծմանը միտված ծրագրի քննարկումները։ Հեղինակը Արման Սահակյանը սիրահոժար պատասխանում էր ներկաների հարցերին։ Սա դեռ ծրագրի իրականացման առաջին քայլն էր, ծանոթացնել իրավիճակին եւ խնդիրների լուծման նախադրյալներին։ Ես չեմ կարծում հեշտ աշխատանք է սպասվում, կարծում եմ բավականին բարդ է եւ շատ դժվար, եթե դժվար չներ, մինչեւ այսօր առած կներ բնականաբար, բայց կարծում եմ հավատալով եւ լավ աշխատելով հնարավոր է արդյունքի հասնել։ Բավականին շատ են քաղաքներ, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ մանրատարվել Եվրոպայում, մենք իրանց փորձը նայել ենք, հաջող փորձը, ում մոտ ինչն է ավելի լավ ստացվել եւ Գյումրիի խնդիրների հետ ում խնդիրները համընկնում եւ դեռ կառուցել ենք ծրագիրը։ Ահա այսպես, հաշվի առնելով ունեցածը եւ գնահատելով իրական հնարավորությունները, Արման Սահակյանը կազմել է Գյումրու զարգացման ծրագիր եւ հետամուտ է լինելու դրա կյանքի կոչմանը։